Կառավարությունից հայտարարում են, Իրանի տարածքով հայկական բեռների տեղափոխման խնդիրներ կան։ Ուժում են ինչպես Հայաստան ապրանքներ կրողներն, այնպես էլ արտահանողները։ Իսրայել-Իրան հակամարտության 4-րդ օրը տեղեկացրեց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Ըստ նախարարի, որոշ բեռներ այժմ Իրանի հարավային Բանդար Աբբաս նավահանգստային քաղաքում են, մի մասն էլ Իրանի ճանապարհներին է կանգնած։ Պապոյանն ասում է, խնդիրները բազմաթիվ են։ Հասկանալի է, որ դրանք մակրոգործոններ են, որոնք որ մեր կառավարման շրջանակից շատ այսպես ասած ցավոք սրտի շատ փոքր չափով են գտնվում մեր տիրույթում։ Ժամեր անց թեմային անդրադարձավ նաև ֆինանսների նախարարը։ Վահե Հովհաննիսյանի խոսքով կարող են տուժել դեպի Հայաստան մատակարարումները։ Դրանք կարող են խաթարվել, երկարացել, երկարել, թանկանալ եւ այլն, այսինքն այսպիսի երևույթներ կարող են տեղի ունենալ։ Իսրայել-Իրան հակամարտությունը սրվեց նախորդ շաբաթավերջին։ Երկրներն արդեն 4 օր է փաստացի պատերազմի մեջ են։ Ֆինանսների նախարարից հետաքրքրվեցինք, կառավարությունում հանդիպումներ եղել են ստեղծված իրավիճակը քննարկելու ու գործողությունների պլան մշակելու նպատակով։ Սովորաբար այդպիսի քննարկումները նախաձեռնվում են անվտանգության խորհրդի կողմից։ Ես Քանի որ այդ ամեն ինչ սկսվել է ուրբաթ օրը, եթե ճիշտ եմ հիշում, այս օրերի ընթացքում այդպիսի քննարկում դեռ չի եղել եւ մենք քանի որ այսօր էլ վաղն էլ զբաղված ենք լինելու ակտիվ բյուջեի հաշվետվության հետ կապված հարցերով, վստահ եմ, որ առաջիկայում բնականաբար քննարկումներ կլինեն։ 2024-ի տվյալներով Իրանը Հայաստանի 4-րդ ամենախոշոր առևտրային գործընկերն է Ռուսաստանից, Չինաստանից ու Արաբական Միացյալ Էմիրություններից հետո, ավելի քան $730 միլիոն ցուցանիշով։ Իրանից ներկրվող հիմնական ապրանքներն են վառելանյութերը, շինանյութերը, մետաղները եւ այլն։ Ռազմական գործողությունների հետևանքով Իրանի տարածքով ապրանքներ տեղափոխելու դժվարությունները հաջորդում են Վրաստանով բեռնափոխադրումների խնդիրներին։ Մոտ մեկ շաբաթ առաջ մաքսային ծառայությունը որոշեց հայկական բեռնատարներին ընդհանրապես արգելել հատել հայ-վրացական սահմանը, սա ներկայացնելով որպես հենց նրանց համար արվող քայլ։ ՊԵԿ-ը հայտարարել է, նպատակահարմար չեն համարում հայկական բեռնատարների անցումը Վրաստան։ Արգելքը ժամանակավոր է, քանի դեռ սահմանի վրացական հատվածում կուտակումները չեն կարգավորվել։ Արդեն մի քանի ամիս է Վրաստանը ստուգում է իր սահմանով անցնող ու ռուսական շուկայում վաճառվող հայկական ալկոհոլային խմիչքները, թե ինչու հայկական կողմն այս ամիսների ընթացքում դեռ չի հստակեցրել։ Վրաստանում բեռնատարները շաբաթներով հերթերի մեջ են մնում։ Երևանը պաշտոնապես հայտնում է խնդիրների վերաբերյալ վրացական կողմից որևէ հիմնավոր պարզաբանում չի ստացել։ Հայաստանը այսքան բավականին մտահոգիչ բեռնափոխադրման եւ լոգիստիկ խնդիրների առջեւ է կանգնած։ Տնտեսագետ Սուրեն Պարսյանն ընդգծում է, Հայաստանի համար բեռնափոխադրման հիմնական ուղին Վրաստանն է։ Բեռների մեծ մասը հենց Վրաստանի տարածքով է փոխադրվում։ Վրաստանի ուղղությամբ խնդիրը ավելի սուր է, քանի որ մեր բեռնափոխադրման մեծ մասը այս երկրի տարածքով է լինում։ Սա պետք է առաջինը մեզ համար լիներ որպես ահազանգ եւ պետք է մեր իշխանությունները օր առաջ լուծեն, բայց ճիշտ հակառակը խնդիրը ավելի են տանում։ Դատելով էկոնոմիկայի նախարարի խոսքերից, Երևանն ու Թբիլիսին մոտ չեն խնդրի լուծմանը։ Էլի Վրաստանի գործընկերներից նամակ ստացա, որ օրվա ընթացքում իրենք ինձ կզանգահարեն այս հարցի հետ կապված, որովհետեւ որոշակի դանդաղումներ մենք նկատում ենք, այսինքն տեսնում ենք մի պահ կար, որ ընդհանրապես ոչ մի մեքենա չէր գնում, հետո մի 1-2 օր որոշակի արագություն կար, որը բավարարում էր մեզ, հիմա կա տեմպ, բայց այդ տեմպը շատ դանդաղ է, օրը մի քանի մեքենա, որը էլի խնդրահարության մեզ համար, չնայած որ մենք մեր մասով բոլոր պայմանավորվածությունները, որ վրացական կառավարության ներկայացուցիչների հետ ունեցել ենք, բոլորը 100% պահպանել ենք եւ ակնկալում ենք, որ մեր Վրաստանի գործընկերները եւս իրենց մեր պայմանավորվածության իրենց մասը իրենք կպահպանեն։ Փաստացի այս պահին Հայաստանի 2 բաց սահմաններով բեռներ տեղափոխելու խնդիր կա, թե պետական եկամուտների կոմիտեն հայկական բեռնատարների համար դեռ որքան փակ կպահի հայ-վրացական սահմանը, մաքսային մարմինը չի պարզաբանում։